Շնորհակալություն, հա, խնդրեմ, հեսա խոսքը փոխանցեմ Տիկին Վարդանյանին, Տիկին Փոստանջան, ես դեղերի կարիք դեռ չունեմ, չնայած որ այսպես որ շարունակվի, վստահաբար կարող է նաև դրա կարիքն էլ ունենամ, բայց անկեղծ ասած միակ կարիքը որ չունեմ, դա տենց զառանցանքներ լսելն է։ Խնդրեմ Տիկին Փոստանջան, սա բուլվար չի, դուք ձեր բակում չեք, ձեր հայրիկի տան կողքի շինարարությունը հասկանում եմ, որ անձնական խնդիր է եւ ձեր հայրիկի անձնական խնդիր է եւ Տիկին Փոստանջան, սա ասում եմ, բուլվար չի, մի ստիպեք ինձ ձեզ հեռացնել ես դահլիճից։ Մի ստիպեք ինձ Տիկին Փոստանջան, մի բան, ոչ, ասեցի, այս առացակը լսելու կարիքը չունեմ ընդամենը։ Ոչ, դեռևս ոչ, ամենայն դեպս։ Խնդրեմ, Տիկին Վարդանյան։ Հարգելի քաղաքապետ, Տիկին Փոստանջան։ հարգելի քաղաքացիներ, Մի վարքան Տիկին Վարդանյան, Տիկին Փոստանջան, դուք ստանում եք նկատողություն։ Սա մեկ։ Խանգարելու համար նիստը։ Այո, խանգարում եք, չէ, գիտեք, երբ որ դուք զուգահեռ անընդհատ խոսում եք, երբ որ դուք անընդհատ զուգահեռ խոսում եք, հարգելի Տիկին Փոստանջան, ես կարծում եմ գոնե որպես կին դուք պետք է հարգեք ձեր կին գործընկերներին, ես վստահ եմ, որ նվաթիկ չի Տիկին Փոստանջան, ես ձեզ Զարուհիկ չեմ անվանում, ես հասկանում եմ, որ դա մանկական կոմպլեքս է, իկերով անվանակոչել մարդկանց եւ այդպես լավ զգալ իրանց։ Մի շարունակել։ Հարգելի պարոն քաղաքապետ, սիրելի գործընկերներ եւ իմ ամենասիրելի երևանցիներ եւ հայ ժողովուրդ։ Ես կրկին պետքա շեղվեմ օրակարգից, բայց Տիկին Փոստանջան։ Բաժոր ջան, լավ լռություն էլ։ Ես այսօր ուզում եմ բոլորիս հիշեցնել, ցավով պետք է նշեմ, որ բոլոր պատմաբանները, հայ հրապարակախոսները եւ գրականագետները շատ ավելի շատ են եւ մեր դպրոցական եւ համալսարանական կյանքում շեշտվում, քան Լեոն։ Բայց ես այսօր Լեոյից, պատմաբան Լեոյից պետք է մի հատված կարդամ եւ շարունակեմ խոսքս, հատվածը ցիտում եմ բառացիորեն։ Խոսքը գնում է 1880-ականների մասին։ Կոմիտեն մի ամբողջ խումբ կազմակերպեց Շուշիի դատարկապորտ երիտասարդներից, որոնք ամեն տեղ հայտնի էին Լոթի անունով։ Մինչև Թիֆլիս հասնելու համար, ուր նրանք պետք է մտնեին կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, այդ լոթիները բավականին փող ստացան, իբրև ճանապարհածախս, բայց դուրս գալով Շուշիից, միայն մի քանի վերստ գնացին մի կողմ թողնելով խճուղին, գնացին Խանքենդի։ Եվ մի ամբողջ շաբաթ քեֆ անելուց ու փողերը մսխելուց հետո վերադարձան քաղաք։ Եվ այստեղ պատմաբանը մի ընդհատեք, հարգելի Տիկին Փոստանջան, ես ձեզ իկերով չեմ դիմում, հարգարժան քաղաքացի, իմ շատ սիրելի երևանցի, կներեք Տիկին Վարդանյան, դուք խոսքից զրկվում եք, իմ շատ սիրելի երևանցի, առանց խոսքից զրկվում եք այսօրվա նիստի ընթացքում, սիրելի խնդրում եմ, հազար ներողություն Տիկին Վարդանյան, խնդրում եմ ձեզ մի ստիպեք ինձ հեռացնել ձեզ նիստերի դահլիճից, խնդրում եմ ուղղակի, կներեք Տիկին Վարդանյան։ Եվ ամենավերջի նախադասությունը։ Շնորհակալ եմ։ Աստված ձեզ հետ։ Եվ ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր անձնական եւ առհասարակ աշխատանքային կյանքում։ Շնորհակալ եմ, Տիկին Փոստանջան։